Անուն Հոր և Որդու և Հոգու Սրբով, ամեն։ Սիրելի քույրեր և եղբայրներ և Քրիստոս, այսօրվա ավետարանը Ղուկաս ավետարանից է 9-րդ գլուխ 46-48 համարներ, ուր աշակերտները սկսեցին վիճել իրար հետ միմյանց հետ, թե իրենցից ով է մեծ, ով է մեծ։ Հիսուս Քրիստոս իմանալով նրանց մտքինը, մտածումները, ցույց է տալիս մի մանուկ և իր մոտ կանգնեցնելով մանկանը ասաց. ով որ ընդունի այս մանուկին իմ անունով, ինձ ուրեմն ընդունած կլինի, և ով որ ինձ ընդունի, ընդունած կլինի ինձ ուղարկողին, որովհետև ով որ ձեր մեջ փոքրագույնն է, նա է մեծ։ Մի օր առաքյալների մոտ վեճ առաջացավ, թե իրենց պիտի հաջորդի, ով իրենցից պիտի հաջորդը լինի Հիսուսի հեղինակության կամ տեղի վրա, ով պիտի առաջնորդի 12 առաքյալներին։ Հիսուս դեմ էր իրենից հետո, որ մեկը և մեկը դառնա առաքյալների առաջնորդով, և այդ մասին ասաց իր աշակերտներին, որ ավելորդ է համարում նման խոսակցություն, քանի որ Աստված նախ ուզում է, որ մենք ունենանք հեզություն և խոնարհություն, որ առաջինը լինենք մարդկանց օգնելու մեջ, առաջինը լինենք մարդկանց հասնելու և սատարելու մեջ։ Առաջինը մեծը նա է, ով առաջինն է իր օգնություն առաջարկում ամենքին։ Հիսուս ցույց տվեց մի փոքրիկ երեխա և ասաց. ահա, սա է իրական, ճշմարիտ, վավերական մեծությունը։ Այո, նա մեծ է, նա է մեծ, ով մաքուր և անկեղծ է, ով ջինջ է, ով պարզ է, ինչպես մանուկները։ Աստծո արքայության մեջ նա կլինի մեծ, ով կնմանվի փոքրիկ երեխաներին, չէ՞ որ երեխան անմեղ է, երեխան արդար է, երեխան լսող է, երեխան ընդառաջող է և խոնարհ է։ Առաքյալների մեջ Հիսուս իրեն հաջորդ երբեք չնշանակեց, այդ մասին ոչ մի բառ չասաց։ Բոլորը հավասար են Աստծո առջև։ Աստծո համար չկա մեծ, Աստծո համար չկա փոքր։ Սա խորհուրդ է Աստծուն։ Աստված տեսնում և գնահատում է մարդու ոչ թե պաշտոն, դիրքը, մարդու ոչ թե համբավի մեծությունը, ճիշտ հակառակը, այլ գնահատում է մարդու առատաձեռնությունը, բարիք գործելու մեծությունը, մեծ նվիրումը իր ազգի եկեղեցուն, ուրիշներին օգնելու, ուրիշներին ձեռք մեկնելու մեծ կամքը։ Հիսուս այսօր է, նույնն է պահանջում, նույնն է խնդրում մեզանից, որ բոլոր մարդիկ իր համար հավասար են, չկա ավագ, չկա կրտսեր, չկա բոյող, չկա կոլող։ Այսօր շատերը կդժվարանան պատասխանել շատ մի հեշտ հարցի, թե ինչ է նշանակում խոնարհությունը, կամ ինչպես լինել խոնարհ, երբ դրա մասին չգիտես։ Շատ անգամ օգտագործում ենք այս բառը խոնարհություն, բայց ինչ է սա։ Խոնարհության մասին գրված է Սուրբ գրքում. երբ չափից շատ ինքնավստահ եք, ուրեմն հաստատ հիվանդացել եք հպարտության մեղքով։ Ով իր մասին մեծ խոսում է, ով իր մասին մեծ կարծիք ունի, շատ մեծ կարծիք ունի իր մասին, նա անխոհեմ և հպարտության մեջ է։ Ինքնագնահատականը սեփական անձի նկատմամբ պիտի լինի շատ զգուշավոր,
շատ չափավոր, շատ համեստ։ Աստված քաղցր աչքով է նայում բոլոր այն մարդկանց, ովքեր սիրում եւ գնահատում են այս խոնարհությունը եւ ապրում են այդ կյանքով։ Մեր հպարտության պատճառով է, որ ցանկանում ենք իշխել, ցանկանում ենք մեծ երևալ, ցանկանում ենք ուրիշների նկատմամբ մեծ մի մարդ երևալ։ Ուզում ես մեծ լինել, ուրեմն եղիր ծառայասեր, եղիր խոնարհ, պիտանի եւ առաքինի մահ, դա է իրական մեծությունը։ Առաջինը վերջին կլինի, իսկ վերջինները առաջին, ասում է Սուրբ Գիրքը։ Աստված առաջնորդ է դարձնում նրանց, ովքեր իրենց մեծամիտ չեն համարում, ով իրեն բարձրացնի, պիտի խոնարհվի, ով իրեն խոնարհ պահի, Աստված նրան կբարձրացնի։ Ոչ հոգևոր, այսինքն աշխարհիկ մարդիկ միշտ ձգտում են առաջինը լինել։ Իսկ Աստծո խոսքով ապրողները ձգտում են հատկապես լինել վերջին։ Ինչը մեզ համար արժեքավոր է, շատ հաճախ Աստծո աչքին դա անընդունելի է։ Դրա համար եմ ասում, Սուրբ Գիրք շատ կարդացեք։ Դրա համար է, որ աշխարհը հակառակ է Աստծո օրենքներին, ինչպես մարմինը հակառակ հոգուն եւ հոգին էլ մարմնին։ Միայն շատ փնտրողները ունենում են հոգևոր կորուստներ։ Սրա համար է, որ Աստված կամենում է, որ մարդը լինի հատկապես ծառայասեր։ Եվ ինչու է ուզում մարդ, ինչու է մարդ ցանկանում, ինչու է մարդ ձգտում մեծ համբավի, մեծ հեղինակության ու շատ ճանաչված լինելու, թվում է, թե դա վատ բան չէ։ Ինչքան ճանաչված, այնքան լավ, ինչքան հարգված ու հեղինակավոր, այնքան լավ, ինչքան իշխող, այնքան լավ, ինչքան շահագործող, այնքան շատ լավ։ Բայց արույն տես, որ Աստված ճիշտ հակառակն է ուզում տեսնել մեզ։ Աստված ուզում է, որ առաջինը լինենք մեր բարությամբ, իրար օգնելու մեջ լինենք առաջինը, մարդկանց հասնելու գործում լինենք առաջինը, ոչ թե ուզենանք իշխել, այլ սիրով վերաբերվենք մյուսներին, ոչ թե մեծ երևանք, այլ հավասարի տեսնենք մարդկանց, բայց չէ որ մեր կրքերը բավարար տեսնելու համար մենք ուզում ենք դիմացինին տեսնել ստորացած, այդպես է, մենք դիմացինին տեսնում ենք, ուզում ենք տեսնել նսեմացած, մենք ուրախանում ենք և դիմացինը ծախողում է, մեզ համար նա հավասար մեկը չէ, այդպես ենք նայում մարդկանց, այլ ցածր խավի, ինչ որ մեկն ենք համարում նրան, քանի որ նա չունի մեզ նման կրթություն, մեզ նման բրենդային հագուստներ չի հագնում, չունի շքեղ տուն, այս չունի, այն չունի, բայց մոռանում ենք Հիսուսի հրաշալի մի խոսք։ Դուք բոլորը հավասար եք Աստծո աչքին։ Ով էլ ուզում ես եղիր, ուզում ես հարուստ եղիր, ուզում ես աղքատ եղիր, ուզում ես սև մաշկով եղիր, ուզում ես բարձրահասակ եղիր, թե ցածրահասակ, ամենքը նույն եք Տեր Հիսուս Քրիստոսի աչքին։ Եթե մեկը ձախողվել է կյանքում, կամա թե ակամա հայտնվել կյանքի փոսի մեջ, մենք դրանից ոչ թե պիտի լավը զգանք, մենք ոչ թե պիտի դրանից ուրախանանք, լավը զգանք, այլ փորձենք մեր չափով օգնել, դա կլինի ղեկավար, դա կլինի սովորական բան, փորձենք օգնել, ոտքի հանել ընկածին, հավատացեք այդ անելով մենք նախ մեր անձին, մեր ընտանիքին ենք օգնում։
Հավատացած եք, Աստված էլ մի օր մեզ ոտքի կհանի մեր ընկած վիճակից, ընկած տեղից։ Ինչ որ չանես, այն ես ընձելու, ինչ որ տաս, այն ստանալու ես։ Երբեք ես գոռոզ մի պահի, վերևից մարդկանց մի նայի, ոչ մի հպարտ մարդ իր կյանքում դեռ երբեք ու երբեք չի շահել, ընդհակառակը հպարտ մարդը կորցրել է և շատ է կորցրել է։ Երբեք ուրիշների հետ մի համեմատվի, ինքդ այս ու այն, կամ ես ունեմ շատ, ինքը չունի շատ, կամ շատերը չունեն, ես ունեմ, այսօր չունես, վաղը կունենաս, իսկ այսօրվա ունեցածը կարող է վաղը արդեն չունենաս։ Կյանքը շատ առեղծվածային է, անբացահայտ, և լի անակնկալներով, իսկ ով պետք է լինի մեզ համար հեղինակություն։ Հիմա ամեն մեկը հարց գտակ, լավ ում նմանվել, ով է այն չափանիշը, ուղենիշը, օրինակը։ Ինձ համար հեղինակություն է Քրիստոս, Հիսուսը մեր Տերը, Հիսուսը իր գործով է հեղինակություն ինձ համար, Հիսուսը հեղինակություն է իր բարեգործությամբ, իր բարությամբ, բարերարությամբ, Հիսուսը ինձ համար հեղինակություն է իր օգտակարությամբ, իր ասահման ներողամտությամբ, Հիսուսը ինձ համար հեղինակություն է գթառատությամբ, ողորմածությամբ, հրաշագործություններով, իր ասահման սիրո դրսևորմամբ հենց ինձ համար։ Ոչ թե իշխանություն ունեցողն է համարվում բարձր, մեծ անձնավորություն, այլ Աստծո խոսքը կատարողը և պահողը համարվում է մեծ օրինակելի անձ։ Այո, առաքինի և պարկեշտ մարդն է համարվում մեծ, ով ընդունում է Աստծուն, հավատում է Աստծուն, կատարում է Աստծո բոլոր պատգամները։ Հիսուս երբեք չասաց իր առաքյալներին որևիցե մեկին, որ ահա Պետրոսը ձեզ համար մեծ կլինի, չասաց, կամ Հովհաննեսը լինելու է ձեզանից մեծը, ձեր առաջնորդը, նման բան չասաց, այլ ասաց, ով կլինի ձեր մեծ սպասավոր, նա է մեծը։ Հետևենք այս խոսքին։ Այս կյանքում մեծը հավիտենական կյանքում լինելու է շատ փոքր և հակառակը, այս կյանքում փոքր եղողը հավիտենական կյանքում լինելու է շատ մեծ։ Հիշում եք Հիսուսի խոսքը, որ ասաց. չեկա հարճ, չեկա պատիվ վայելելու, այն ընդամենը եկել եմ ծառայելու, սպասավորելու։ Աստծո որդին եկավ իր մեծ փառքից խոնարհվեց, եկավ աշխարհ, համեստ պայմաններում ծնվեց, գոհում ծնվեց, ապրեց, անգամ քնելու տեղ չունեցավ, ու ծառայելով մարդկանց խաչի ճանապարհով փրկության ելքը ցույց տվեց և սովորեցրեց մեզ, խաչվեց և հարություն աղավ։ Երբեք Հիսուս չպարզեցավ իր կատարած լավ գործերով, Հիսուս չպարզեցավ իր բարեգործություններով, ողորմություն անելով, անգամ շատ ու շատ հրաշքներ գործելով, ասաց իր այդ մարդկանց, որ նրանք այդ մասին ոչինչ չխոսեն ոչ ոքի մոտ։ Թաքուն էր պահում Հիսուս իր բարիքը, բարեգործությունը։ Հիմա նմանվենք սրան, անշուշտ նմանվենք։ Մի օր էլ ուզում էին իրեն թագավոր դարձնել, հիշեք այս հատվածը, որ ուզում էին մարդիկ Հիսուսին թագավոր դարձնեին, բայց նա շուտ հեռացավ այդտեղից։ Հպարտությունը կործանում է շատերին, իսկ խոնարհությունը բարձրացնում է ազգին։ Սիրելի հավատացյալներ, այսօր իրական մեծության մասին պատկերացումները շատ են փոխվել։ Շատերը իրենց մեծ են համարում իրականում շատ փոքր լինելով հանդերձ։
մտքի, խելքի, կրթության պակասությունից է սա, որ որոշ մարդիկ իրենց համեմատում են հեղինակավոր, վաստակավոր, երևելի կամ մեծահամբավ մեկը։ Եռամետ Սուրբ Գրիգոր Նարեկացին ինքը իր մասին տասնյակ անգամներ ասում է. ես մեղավորս, ես անցավորս, ես անարգս, ես հող և հոխիրս։ Սա ասում է Նարեկացին, սա ասում է աշխարհահռչակ Սուրբը, իրական հռչակավոր մեծահամբավ մարդը իր մասին շատ համեստ կարծիք պիտի ունենա։ Հաճույք է ստանում նման մարդկանց հետ շփվելու, ընկերություն անելու, համեստ մարդկանց հետ։ Եթե իհարկե բախտ է վիճակում նման մեծությունների հետ շփվելու։ Մեր ազգը շատ հեռացել է Աստծուց։ Աստծուն միայն հիշում ենք նեղ պահերին, այն է միայն մեր շուրթերով, մեր խոսքով ասում ենք փառք քեզ Տեր Աստված եւ ընդամենը։ Բա ուր ենք գործերը։ Բոլորս ղեկավար ենք, բոլորս առաջնորդ ենք, բոլորս առաջավոր ենք, ամեն մարդ, ամեն մի հայր իրեն արքայից արքա Տիգրան մեծի տեղն է բերել։ Յուրաքանչյուրս փնտրում ենք միայն փառք և պատիվ, բոլորս քաղաքական գործիչներ ենք, բոլորս առաջնորդ ենք, բոլորս աստվածներ ենք։ Միայն մեզ ենք տեսնում աշխարհի կենտրոնում և ամբողջ աշխարհը կարծես պտտվում է մեր շուրջ։ Ինչից խոսում ես, բոլորը դրա մասնագետներն են, բոլորը դարձել են սուպեր մասնագետներ։ Եթե խոսակցություն է գնում օդի մասին, բոլորը տեզերը գնացել։ Խաչի մասից ես խոսում մարդիկ եպիսկոպոս են, ջրից ես խոսում մարդկանց մասին ծովակալներ են, հացից ես խոսում ոնց որ ռեստորանատերեր են, բնությունից ես խոսում բոլորը մասնագետ, գյուղատնտեսներ են։ Այսպես կարելի չէ շարունակել։ Սարսափելի տհաճ պատկեր է ամենում։ Խոնարհության դիֆիցիտ է ամենտեղ։ Ամեստությունը լքել է մեր ազգին։ Էգոիզմն է թագավորում մեր աշխարհում։ Ոչ մեծ կա, ոչ փոքր կա։ Ամեն ինչ խառնվել է իրար, կատարյալ քաոս։ Սա մի բան է նշանակում։ Մենք չենք կարդում Աստվածաշունչ։ Մենք չգիտենք Աստվածաշունչ, չգիտենք Աստծո խոսքը։ Տիրոջ խոսքին անհավատ ենք, չենք աղոթում։ Եվ եկեղեցի գնում ենք հազվադեպ, տարեկան մի 2-3 անգամ, ընդամենը։ Լավ ինչ է լինելու, եթե այսպես շարունակվի։ Եղեք հեզ, եղեք խոնար, ինչպես ես եմ հեզ և խոնար ասում է Տեր Հիսուս Քրիստոս, եղեք մանուկների նմանվեք նրանց։ Մեզ պետք է վերադառնալ մեր մաքուր, մեր ջինջ ակունքների, մեր սկզբին, մաքրվելու մեղքերի համար, մաքրվելու մեղքերի կապանքներից, օթափվելու մեր վրայից մեծատենչությունը, օթափելու մեզանից գոռոզամտությունը, փառասիրությունը, եսասիրությունը, շահամոլությունը, հպարտությունը, ընչաքաղցությունը, նախանձը, նյութապաշտությունը, սնահավատությունը, բան բացելը, չարականությունը, անհավատությունը, չսիրելը, չհարգելը, ամեն տեսակ բաց սովորությունները, դավաճանելը, բանսարկությունը, խաբել և ստելը։ Եթե չմոտենանք Աստծուն, չարը մեզ կործանելու է, որովհետև ինչպես բարիքի սկիզբը և վերջը խոնարհությունն է, այնպես էլ չարիքի սկիզբը և վերջը մեծամտությունն է։ Խոնարհվենք Տիրոջ առաջ, լսենք նրա խոսքը, պահենք նրա խոսքը,
Ամեն մեծամիտ պիղծ է Տիրոջ առջև, սա հիշենք։ Հիմա սիրելի հավատացյալներ, ես ուզում եմ ընթերցել Սուրբ Գրքից իմ շատ սիրած, երբ բոլորին կարծում եմ դուրը կգա այս հատվածը Պողոս Առաքյալի ուրեմն Հռոմեացիներին ուղղված նամակից, որը շատ իմ սրտին մոտ է եւ թեմայի մեջ։ Աղաչում եմ ձեզ Աստծո ողորմությամբ, որ ձեզ սուրբ աստվածահաճո եւ հոգեվոր պաշտամունքի մեջ պահեք։ Այս աշխարհի նման չլինեք, այլ փոխեք ձեզ, որպեսզի լինեք լավը, իմանաք թե որն է Աստծո կամքը, ինչ որ բարի է, իրեն հաճելի եւ կատարյալ։ Ձեզ մի գերագնահատեք, քան ինչ որ կա եւ արժեքն է ձեր։ Ձեզ գնահատեք լրջությամբ, Աստծո կողմից ձեզ բաժին հասած հավատքի չափով, ամեն մեկս Աստծուց մեզ տրված տեսակ պարգևներ ունենք, մեզ տրված շնորհների համամիտ նայեք աշխարհին, ով մարգարեության պարգև ունի, թող կիրառի իր հավատի չափով, մեկը ծառայության պարգև ունի Տիրոջից, թող ծառայության մեջ լինի, մեկն է սովորեցնելու պարգև ունի, թող սովորեցնի, մյուսը հորդորելու, թող հորդորի, առատաձեռն մարդը թող ուրախությամբ կատարի բարեգործությունը, վերակացուն թող սիրով աշխատի, ով բարեգործ է ուրախությամբ թող տա իր ունեցածից, սերը առանց կեղծիքի ատելով չարը գնանք բարու ետևից, ընկերասիրության մեջ իրար գերազանցենք, հարգելու մեջ նույնպես, սիրո մեջ չծուլանանք, հոգով եռանդում, Տիրոջը ծառայենք, հույսով ուրախանանք, նեղություններին համբերենք եւ միշտ աղոթենք, հյուրասեր եղեք, օրհնեցեք ձեր հալածողներին, օրհնեցեք եւ մի անիծեք, ուրախացողների հետ ուրախացեք, լացողների հետ լացեք, մեկը մյուսի նկատմամբ նույն վերաբերմունքը ունեցեք, մի մեծամտածեք, խոնարհների հետ ընկերություն արեք, ձեզ իմաստունի տեղ մի դրեք, որևէ մեկի չարիքին չարիքով մի պատասխանեք, աշխատեք բոլորին անել եւ բոլոր մարդկանց նկատմամբ լինեք սիրով, որքան հնարավոր է բոլորի հետ խաղաղության մեջ եղեք, ինքներդ վրեժ մի լուծեք, այլ թողեք Աստծո բարկությանը, չէ որ գրված է Տիրոջն է վրեժը եւ վրեժ լուծելը, եթե քեզ չար կամեցողը սոված է, կերակրիր նրան, եթե ծարավ է ջուր տուր նրան թող խմի, այդպես անելով կրակի կայծեր կդնես նրա գլխին, մի պարտվեք չարից, այլ բարիով հաղթեք չարին, սիրելի հավատացյալներ, այս մտորումներով, այս խոսքով, Տիրոջ սերը, խաղաղությունը թող ընդմիշտ լինի ամենքիս հետ, այժմ և միշտ Դավիթյանս հավիտենից, ամեն։